Ժողովրդից դուք զգացել եք, որ մենք մեր ամբողջ ազատ ժամանակվա ընթացքում հեռախոսով ինչ-որ բան ենք անում։ Մարդկանց մի մասը ֆիլմ է դիտում, մարդկանց մի մասը Instagram, TikTok-ա թերթում, իսկ շատ մեծ մասը խաղում է խաղեր։ Այո, մենք խաղում ենք հեռախոսային խաղեր ամենուրեք եւ անընդհատ։ Սակայն շատ են լինում դեպքեր, երբ դու ունես շատ ազատ ժամանակ, սակայն չես կարող խաղալ քո սիրելի խաղը, քանի որ չունես ինտերնետ կամ Wi-Fi։ Եվ դա շատ է տխրեցնում մարդուն։ Եվ հենց այդ պատճառով այսօր ձեզ ցույց եմ տալու հեռախոսային top 10 շատ հետաքրքիր խաղեր, որոնք կարելի է խաղալ առանց Wi-Fi-ի եւ ինտերնետի։ Այսօրվա 10 խաղերը լինելու են մեկը մեկից հետաքրքիր, սակայն առանց Wi-Fi-ի։ Վստահեցնում եմ շատ հետաքրքիր վիդեո է սպասվում, այնպես որ հենց հիմա փոքրացրու վիդեոն դիր լայք, բաժանորդագրվի ալիքին, իսկ մենք սկսում ենք։ Գնացինք։ Դե ինչ կարող ենք սկսել, հուսով եմ դու դրել ես, չէ՞ արդեն լայքդ, որովհետև լսել եմ, որ երբ դնում ես լայք նոր նայում ես վիդեոն, տենց ավելի հետաքրքրությամբ ես նայում վիդեոն։ Չգիտեմ, փորձիր, որպեսզի համոզվես։ Դե ինչ, ինձ թվում է կարող ենք արդեն սկսել։ Ուրեմն, մեր առաջին խաղի անունը Monster Gang-ը։ Ուրեմն սկսում ենք խաղալ։ Ինչպես տեսնում եք, այսպիսի կանաչ մարդու կա ամենասկզբից, որի հետևից սենց կլոր բան է կախված։ Մեր առաջադրանքն է այսպես ուրիշ մրցակիցներին բռնել եւ այս շրջանակից դուրս շպրտել։ Հիմա մեկ անգամ, տեսեք այս կապույտ, բռնեցինք կապույտին ու այսպես պտտում ենք եւ շպրտեցինք, բայց լավ տեղ չշպրտեցինք։ Հիմա սպիտակին ենք շպրտում։ Ուղղակի ճզմեցինք սպիտակին, տեսեք ժողովուրդ։ Հիմա կապույտին։ Լավ շպրտեցի, բայց չէ լավ դուս ինքն էլ ինչ շպրտես չէ։ Հելա դուրս։ Տեսակ պարտվեցի։ Հիմա կապույտին բռնել եմ, կարող եմ շպրտեմ լավայի մեջ։ Պտտում ենք ու goodbye։ Բացի շպրտելը մենք նաև կարող ենք ծեծել, սևին ես ոնց էլ շպրտեցի։ Հիմա ես փիրուզագույնին։ Այս խաղի համեն լևելներ կա, մենակ այս տարածաշրջանում չի, տեսեք օրինակ, այստեղ օրինակ ավտոբուսի վրա ենք, սրանք ավելի բարդ են։ Ինձ թվում է շատ լավ խաղ է ու հենց նախատեսված է ժամանակ սպանելու համար։ Պատկերացրեք ինչ հավես կլինի, որ ավտոմեքենայի մեջ նստած եք, չունեք ինտերնետ ու մտնում եք այս խաղը ու սկսում եք խաղալ։ Շատ հետաքրքիր է։ Դե ինչ անցնում ենք մեր երկրորդ խաղին, գնացինք։ Ուրեմն, մեր հաջորդ խաղը կոչվում է Flip Range։ Եկեք տեսնենք թե ինչ խաղ է, ուրեմն ժողովուրդ, այս խաղը հələ որ իմ ամենաֆավորիտն է, տեսեք, տեսնում եք, չէ՞ որ ցեն եռանկյունիկներ կան այստեղ դրված։ Մեզ հարկավոր է այս ձախ կողմի կնոպկաներով սալտո անել եւ կանգ առնել այս տարածքի մեջ այդ եռանկյունիներով։ Հիմա անեմ ու փորձեք հասկանալ։ Так, ուրեմն, այստեղ թռնելը Ուպս, ես ոնց էր թռա, ստեղ ֆռալ կա ճիշտ է, դի մոռացա սեղմեմ։ Մի քիչ ավելի լավ էր, բայց հետևը չէ։ Առաջինը արված է։ Հիմա մյուսը։ Կանգնեցի, բայց տեսակ տարածքից դուրս էր, չհաշվվեց։ Ստացվեց։ Այս արդեն տարածքը փոքր է։ Այս հետևանց սալտո արդեն։ Ստացվեց։ Ինչպես տեսնում եք, այստեղ էլ լևելներ կա ու գնալով ավելի բարդանալու է այս խաղը, այնպես որ այս էլ ժամանակ սպանելու համար շատ լավ միջոց է։ Բայց չգիտեմ ինչքանով ձեզ այս խաղը երկար դուր կգա, այսինքն ինձ թվում է շուտ կձանձրանաք այս խաղից։ Դե ինչ, անցնում ենք երրորդ խաղին, երրորդը ավելի ու ավելի հետաքրքիր է լինելու։ Մեր հաջորդ խաղը կոչվում է Mr. Autofire, հետաքրքիր անվանում է, ինչ խոսք, բայց մինչև երրորդ խաղին անցնելը ուզում եմ ձեզ ասել, որ այս բոլոր խաղերը ես հերթով խաղացել, փորձել եմ ու նոր ցույց եմ տալիս վիդեոյի մեջ, այսինքն դուք պատկերացնում եք, թե ես քանի հատ խաղ եմ խաղացել, որ ընտրեմ թե որն է լավը, որպեսզի ձեզ խորհուրդ տամ։ Դե ես ձեզ վատ բան խորհուրդ չեմ տա, չէ՞։ Ինձ թվում է այդ տանջանքը արժի լայքով խրախուսել, ձեզնից բան չի գնում, ժողովուրդ։ Փոքրացնում եք, լայք եք դնում, իսկ ինչ շատ հաճելի է։ Դե ինչ սկսում ենք։ Так, ուրեմն մենք այսպեսի մարդուկ ենք ու պետքա սպանենք այս թռչուններին, թե ինչին։ Մեզ այստեղ նաև ինչ-որ սուպեր ուժեր է տալի։
տեսնում եք, գնալով մեծանում են այս հրեշները, մենք պետք է այսպես շարժենք ու կրակենք նրանց վրա։ Կարողանում ենք մենք նաև թռնել վերև։ Նոր սուպեր ուժեր տվեց։ Բերսերք, իսի նինջա ենք դարձել ոնց որ թե։ Կարողանում ենք պատերի վրով թռնել։ Սպանեցինք բոլորին, անցանք հաջորդ level։ Իսկ ինչ էր տվեց։ Այս ժողովուրդ այնց խաղ է, որ անկեղծ ասած, այնց տպավորություն է, որ ինտերնետը վայց խաղը, որտեղ ես էլ sense խաղ չէի հանդիպել, որ առանց ինտերնետի կարանք խաղանք։ Այսին նույնիսկ կարաք ոչ թե ժամանակ սպանելու, այլ վիզ դրած խաղաք։ Փորձեք հասնել վերջին level-ի։ Ինձ թվում է միտքը հասկացաք, պետք է այսպես սպանեք այս դևերին ու աշխարհները փոխեք։ Բանջ մնաց 3 հատ ընդամենը։ Սպանեցին մեզ։ Լավ, մի խոսքով հասկացաք իմաստը խաղի։ Մեր հաջորդ խաղը շատ հետաքրքիր անվանում ունի My friend Pedro, այսինքն իմ ընկեր Pedro-ն։ Ուրեմն սեղմում ենք սկսել եւ այս շատ հետաքրքիր խաղ է ժողովուրդ իրոք։ Տեսեք։ Ուրեմն մենք այսպես նինջայիկ ենք, ում անունը Pedro-ն է, ու մենք այսպես թռնելով պատի վրաներով պետքա անսպասելի հայտնվենք մեր ցենց ասած նպատակակետի մոտ ու ոչնչացնենք նպատակակետին։ Ստացվեց։ Տեսաք ոնց էր կրակեցի։ Եվ անցանք հաջորդ level։ Ինչպես տեսնում եք, այս ինչ հեշտ էր այս մեկը։ Ու ժամանակով է, դա հետաքրքիր։ Գնալով շատանում են մեր մարդուկներում, որ պետքա ոչնչացնենք։ Իսի իրոք հետաքրքիր ու էսի նույնիսկ էքստրեմալ խաղ է։ Պետք է ամեն ինչ հաշվարկես։ Ու վստահ եմ գնալով ավելի է բարդանալու խաղը, ինչը որ մենակ կհետաքրքրացնի։ Թռանք մոտները, ის ինչ էր օրեցի։ Ու հələ գնալը ոնց էր շոտոցան, մի սենյակի մեջ 4 հոգի։ Իսկ թվում է հասկացեք խաղի իմաստը, անցնենք հաջորդ խաղի։ Ուրեմն հաջորդ խաղի անունը Bike Life-ը, այսինքն հեծանվային կյանք։ Երևի իմ անգլերենին ես այդքան էլ չեմ վստահում։ Ուրեմն ասում եմ սեղմեք, որպեսզի խաղաք։ Սեղմում ենք։ Հեծանվով գնում ենք ու մեր նպատակը չհարվածել պատերին է, հենց հարվածում ենք մահանում ենք։ Ու շատ տհաճ վարելու ձև է, միակի վրա ենք քշում, տեսակ ժողովուրդ, անցանք level-ը։ Ինչ որ բանով այս խաղը ինձ հիշեցնում է Subway Surf-ը, այն որ փախնում ես ոստիկանից։ Անցանք, հələ որ հեշտ է այս խաղը։ Ոյ, քո խփեցի։ Անցանք, հասկացաք չէ ինչ խաղ էր։ Հաջորդ խաղի անունը Cut the Rope-ը, այսինքն չոր վարսավիրանոցի հետ կապ ունի։ Հիմա կտեսնեք։ Ուրեմն, այս է level-ներով խաղը, ինչպես տեսնում եք, ես արդեն 4-րդ level-ն եմ հասել։ Այս խաղը ինձ թվում է գիտեք բոլորդ էլ, այս պերսոնաժին ավելի ճիշտ է կանաչ գույնի, մենք պետք է ուղղակի այնպես սեղմենք այս կոնֆետի վրա, որպեսզի գա եւ ընկնի նրա բերանի մեջ եւ պատկերացնում եք, սա էլ է այո առանց ինտերնետի։ Կտրում ենք, ինձ թվում է այսպես։ Չընկավ բերանի մեջ։ Ստացվեց։ Ու այստեղ ուղղակի միլիոնատ level կա ու դուք հաստատ այս խաղը խաղալով չեք բրծնի, այնպես որ կարաք ամեն դեպքում պահեք ձեր հեռախոսի մեջ։ Հիմա ամեն դեպքում վատ զբաղմունք չի հաստատ։ Մեր հաջորդ խաղը վստահ եմ բոլորդ գիտեք, ավելի ճիշտ անունը հիմա որ ասեմ չեք հասկանա, Beat Star։ Հիմա կասեք որտեղից պետք է իմանաք ես ինչ անուն է։ Վստահ եմ բոլորդ փոքր ժամանակ խաղացել եք այն դաշնամուրի խաղը, որ երաժշտությունը գնում է ու դու պետք է հասցնես սեղմես այդ նոտաների վրա, հա։
Այս նույն խաղի մի քիչ պարզա որ ավելի վատ որակով երևի թե տարբերակն է, դե պարզա առանց Wi-Fi-ի է, բայց մեկը իդեալական զբաղմունք է։ Ես այս խաղից փոքր ժամանակ գիտեք ինչքան էի խաղում։ Իհարկե ինպես հաճելի չի ոնց որ այդ Wi-Fi-ով տարբերակը, բայց էլի շատ հաճելի է։ Հələ Այս ուղղակի դեժա վյու է մոտս մանկության։ Փոքր ժամանակ հիշում եմ երազում էի, որ իմ սիրելի երգերը գտնեի, որ կարողանայի դրանց տակ նվագեի։ Ամենաշատը նոր տարվա ինչ-որ Jingle Bells-ի տակ էի նվագում։ Գրեք կոմենտներում, եթե խաղացել եք այս խաղից։ Դե ինչ ժողովուրդ, այսքանն էին մեր այսօրվա խաղերը, շատ հետաքրքիր վիդեո ստացվեց, վստահ եմ, որ ձեզ օգնեցի ու դուք կօգտվեք այս խաղերից։ Եթե ցանկանաք այս վիդեոյի երկրորդ մասը, ապա գրեք կոմենտներում, դրեք լայք, հենց հավաքեք այս վիդեոյի տակ 1000 լայք, դուրս է գալիս երկրորդ մասը ավելի հետաքրքիր խաղերով։ Իսկ ձեզ հետ էի ես Ալեքսը, լավ մնացեք, ցտեսություն, պակա-պակա։